Մեր թվարկությունից առաջ երկրորդից առաջին դարերում ստեղծված ավանդազրույցի բեմականացումը Արտաշատի Ամող Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում։ Պիեսի հեղինակը երիտասարդ դրամատուրգ Նարեկ Մանուչարյանն է։ Արտաշեսի եւ Սաթենիկի սիրո պատմությանը համադրել են մայրաքաղաք Արտաշատի հիմնադիր Արտաշես բարեպաշտ արքայի կյանքի ամենահետաքրքիր դրվագները։ Հետաքրքիր վիզուալ ներկայացում ենք տեսնելու, հետաքրքիր դերասանական կատարումներով ու ժամանակակից մոտեցմամբ ու կարծում հետաքրքիր է լինելու նայել այդ լեգենդը այսօրվա կարելի ասել թե ասելիքի իմաստով, թե ֆորմայի իմաստով այսօրվա ձևով։ Ռեժիսորի խոսքով ներկայացումն այսօր էական է, իր ասելիքով ու բովանդակությամբ, պահպանելով դասականությունը ներդրվել են ժամանակակից մոտեցումներ, որոնք ավելի ընկալելի կդարձնեն այս պատմությունը, հատկապես երիտասարդ սերնդի համար։ Կարծում բոլոր սերունդերին է հետաքրքիր լինելու ինքը նայել ներկայացումը, որովհետև այստեղ այն թեմայի մասին է խոսում, որ երբեք չի հնանում։ Շատ կարևոր իդեա սերը իր տարբեր դրսևորումներով ու սերը դեպի հայրենիք, սերը դեպի ուրիշ անձ, սերը դեպի քո հարազատ մարդ ու այդ սիրո թե ծայրահեղացումները, թե աղավաղումները, թե ամենամաքուր տարբերակը, հա, ու կարծում այդ թեման միշտ sense հետաքրքիր է նայել։ Սաթենիկի կերպարում Աննա Մկրտչյանն է, դերասանուհին խոստովանում է, իրեն վստահված ամենահեշտ դերերից է։ Քանի որ սա լեգենդ է եւ հստակ ոչ մի կենսագրություն չկա Սաթենիկի կերպարի մասին, թե ինչպիսին պետք է լինի Սաթենիկը, երևի թե դրանով ավելի հեշտ է տրվել կերպարը, այսինքն միաձուլել եմ պատմական մի քանի կերպարների բնավորություններ, հա, ու ստեղծվել է այս կերպարը։ Զինվորներից մեկն ասաց, որ սերի մի հարվածով սպանել են, դա մինչև Պատմական կերպարներ Հայկ Սարգսյանն էլի է մարմնավորել։ Դերասանն ընդգծում է, Արտաշեսի դերը կերտել է ռեժիսորի փորձառության շնորհիվ, ասում է հանդիսատեսը տպավորված կհեռանա։ Փորձել ենք ստանալ ավելի մարդկային զգացողությունների մասին ներկայացում, քան արքայի եւ թագավորության, այսինքն այստեղ շատ կարեւոր է Արտաշեսի զգացողությունները եւ նույնը Սաթենիկի, ինչ է զգում թեկուզ շատ մեծ թագավորության արքան, երբ պատերազմի մեջ է, երբ նրան տանջում են երազները, եւ իհարկե նաեւ կա զուգահեռ սիրո պատմությունը, որը ծնվել է երազից։ Ստեղծագործական կազմն այլ մանրամասներ չի ներկայացնում, միայն հորդորում է բաց չթողնել առաջնախաղը ապրիլի 30-ին։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։